Ուժեղ Աբովյան ողջույն։ Ոնց եք, ուժեղ։ Շատ լավ։ Սիրելի աբովյանցիներ, սիրելի հայրենակիցներ, տարիներ շարունակ մեզ արժանապատվությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը ներկայացրել են իբրև հակադրություններ։ Դրա վերջին, բայց արդյունքում մենք չունենք ոչ բարեկեցությունը, ոչ էլ անվտանգությունը։ Երեք երկրի գերագույն գլխավոր սուտասանը գրառում է կատարում, թե պետական պարտքը բոլորս տեսանք Հանրապետության հրապարակում։ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին պետական պարտքը 8 միլիարդով ավելացվել է։ Միևնույն ժամանակ 6 միլիարդ դոլարի զենք, զինամթերք, զինտեխնիկա նվիրել է Արցախում Ադրբեջանին։ Եվ հիմա դրա փոխարեն փորձում է այլ զինտեխնիկա, զինամթերք ձեռք բերել։ Պարզ մաթեմատիկա ենք անում։ 8 միլիարդից 6 միլիարդը նվիրաբերել է Ադրբեջանին։ Այսինքն պետական պարտքը ներգրավել է ում համար։ Ադրբեջանի։ Տարեկան պետական պարտքի սպասարկման միայն տոկոսային ծախսերի համար յուրաքանչյուր թոշակառուի թոշակից 50,000 դրամ գողանում է, որպեսզի Ադրբեջանի համար վերցրած պետական պարտքը փակի։ Իսկ ինչ է բերելու ուժեղ Հայաստանը։ Ուժեղ Հայաստանում արժանապատվությունը, բարեկեցությունն ու անվտանգությունը ներկայացում են որպես համադրություն։ Ուժեղ Հայաստանում ծրագրերը ուղղակի ծրագրեր չեն, ուղղակի պոպուլիստական հայտարարություններ չեն։ Դրանք հիմնավորված ծրագրեր են։ Այ արդեն ծրագրերով մենք հակադրություններ ենք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին ու ծրագրերին։ Օրինակ 300,000 ադրբեջանցիների վերադարձի փոխարեն 300,000 աշխատատեղերի ստեղծում։ Խոսում եմ մարդկանց հետ, տարբեր լուրեր եմ նայում, տեսնում եմ որոշակի թերահավատության ալիք է փորձում բարձրացնել փոքրիկ խմբակը։ Սիրելի ժողովուրդ, այստեղի ձեր ներկայությամբ Նիկոլ Փաշինյանին պատասխան եմ տալիս։ Հետագայում նրանց հետ իհարկե բանավեճից միջ փախշում են, բայց բանավեճի հիմնավորումը տալով ու հետագա բանավեճը ապահովելու համար։ 300,000 աշխատատեղերի ստեղծումը Նիկոլ Փաշինյանի համար է բարդ խնդիր։ Սամվել Կարապետյանի համար բարդ չէ։ Այդ մարդը ապացուցել է իր գործով, փորձով, գիտելիքով, որ դա շատ հնարավոր է։ Փոքրիկ կենցաղային օրինակ եմ բերում։ Պատկերացրեք առաջին դասարանի երեխային, ով նոր սկսում է հայոց այբուբենը սովորել, ինտեգրալով խնդիր ենք տալիս մաթեմատիկայից եւ ասում ենք դե լուծի։ Հնարավոր չի, չէ՞։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը չգիտեին ինչպես կարելի աշխատատեղ ստեղծել։ Փոքրիկ հիմնավորում ներկայացնեմ։ Հայաստանի բոլոր տարածքներում ներուժից, ռեսուրսային բազայից բխող ուժեղ Հայաստանը ունի մանրակրկիտ կազմված բիզնես պլաններ, որը ընդհանրապես պրոֆեսիոնալ թիմի կառավարություն կազմելու դեպքում 5 րոպեում հնարավոր է կյանքի կոչել եւ որոշակի ժամանակահատվածում արդյունքները ակնհայտ կլինեն։ Ուժեղ Հայաստանը խոստանում է 12,000 դրամով նախնական կենսաթոշակների բարձրացում, այնուհետև շարունակական բարձրացում։ Նորից թերհավատություն եմ նկատում, որովհետև անընդհատ ինֆորմացիոն, տեղեկատվական դաշտը լցնում են, որ դա հնարավոր չէ իրականացնել։ Փոքրիկ հիմնավորում եմ տալիս փոքրիկ խմբակին։ Հայաստանում օնլայն եւ օֆլայն խաղատներում շահումները կազմում են տարեկան ուշադրություն 8 տրիլիոն դրամ։ Շահումներից ոչ մեկ չի հարկվում, բայց մանկավարժը, զինվորականը, բժիշկը իրենց աշխատավարձերից 25% հարկ են վճարում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի կեղծ Հայաստանում, կեղծ խաղաղ Հայաստանում խրախուսում է խաղամոլությունը։ Ընդամենը եթե 8 տրիլիոնի 10%-ով հարկենք եկամտային հարկով, ստացվում է տարեկան բյուջեի եկամուտները 800 միլիարդ դրամի ավելացում, որով ուժեղ Հայաստանում հնարավոր է եւ կենսաթոշակը բարձրացնել, եւ ուսուցիչների աշխատավարձը տարեկան 20-ից եւ 25% մարզերում 25, Երևան քաղաքում 20%-ով բարձրացնել, եւ բժիշկների աշխատավարձը բարձրացնել, եւ
300,000 ստեղծված նոր աշխատատեղերի համար կայուն եւ բարեկեցիկ կյանք ապահովել։ Ուժեղ Հայաստանում նորից եմ կրկնում, արժանապատվությունը, անվտանգությունը եւ բարեկեցությունը համադրվելու են։ Եվ ուրեմն հունիսի 7-ին բոլորս գնում ենք ընտրատեղամաս, ընտրում ենք համար 3-ին, ընտրում ենք ուժեղ Հայաստանին, ընտրում ենք Սամվել Կարապետյանին։ Շնորհակալություն։